Ես բանը դուրսն էի, ճիշտ է, տնային կալանքում էի, ես աբսուրդային բան տեսա տելևիզորով, այդ, եթե չեմ սխալվում, Արամուս գյուղն է, էլի, եթե չեմ սխալվում, այն 4 հոգու սպանող մարդուն, իմ կամերում է եղել, ոնց կարելի էր այդ մարդուն ճանաչել անմեղսունակ։ Բայց ինքն իրենից ինչ-որ վտանգ ներկայացրել է։ Նայեք, ինքը երբ որ եկավ մեր կամեր, բերել են մեր կամեր։ Հա, ինքը մեր հետ ապրել, 11 օր, 12 օր մեր հետ ապրել։ Դե մենք ոնց որ ասած բանտի կանոնները տենց է, միշտ մեկը պետք է զարթուն մնա։ Այս մարդը որ եկավ, մենք вообще բանել ենք, էլի, ասենք պետք է հաստատ զարթուն մնանք, էլ ասենք 4 հոգու սպանել է, 3 հոգու էլ ստե սպանի, իր համար ինչ կա։ Եթե 4 հոգու սպանել աշկերը փակ, մեզ էլ կսպանի, ինչ այլ է։ Հա, բայց այս մարդու հետ շփվում էինք, այս մարդը նորմալ, adekvat, civil, եթե հիմա չգիտեմ ոստիկանապետը կլսի, Նիկոլ Փաշինյանը կլսի, ով ուզում է լսի պետական համակարգում աշխատողներից, թող իմանա, որ սա հաղորդում եմ տալի իրանց, որ նա անմեղսունակ չի կարա ճանաչվի, որտեղ ինքը civil, adekvat, այն որ մի քայլանում է, մտածելով, իր նստածել է, հաց կերած, ամեն ինչը ես տեսել եմ, անձամբ ես տեսել եմ, ու իր թղթերը ես եմ կարդացել, 38-40 էջանոց թուղթը ես եմ կարդացել, թե ինքը ինչի համար է նստել, թե այնտեղ ինքը եկել էր դեմից ինչ էր ասում, թե հիմա ինչ է ասել, թե հիմա ինչի համար իրան անմեղսունակ են ճանաչել, եթե իրան անմեղսունակ են ճանաչում, ուրեմն Բերդի բոլոր տղեկին պետք է ազատեն այսօր, պետք է բոլորը ազատության մեջ ելնեն, ասում է, որ ես սպանել եմ իմ հորը վրեժ եմ լուծել, այսինքն ինչն ես վրեժ լուծել, խաբում է, որ ինքը վրեժ է լուծել, հետո իր թղթերը կարդալուց, պարզվում է, որ ինքը սուտ է ասել, եթե կան մարդիկ, եթե հետաքրքրվում են, թող հետան իրանց թղթերը կարդան, թող իմանան, որ իրան հավայի տեղը, ստից տեղը իրան անմեղսունակ են ճանաչել ու իրան հանել են, որովհետև ինքը կապ ունի ՔՊ-ի հետ, իր թղթերի մեջը գրած է, որ ինքը կապ ունի ՔՊ-ի հետ, որ ինքը մասնակցել է Գյումրու ընտրությանը, գումարի դիմաց գնացել է, մասնակցել է, այսա հաղորդում եմ տալի, ոստիկանությունը թող հետաքրքրվի։ Ինքը մասնակցել է ՔՊ-ի ընտրությանը, Գյումրիում, ինքն է գրել, իր ձեռով, քննիչները այդպես գրել են, ոնց է հետի այդ հմիկված բանի անունը, ոնց է Ռոմանոս Պետրոսյանն է տարել իրան, այս թղթերի մեջը ինչ կա ես եմ ասում, Ռոմանոս Պետրոսյանը իրանց տարել է ՔՊ-ի գրասենյակով կազմակերպել են, այսենց տարել են իրան Գյումրի ընտրությանը, մասնակցել է։ Ես որ թղթերը կարդացի, ասի ինքը չի նստելու տղեկ, ասի այս մարդը ՔՊ-ի հետ կապ ունի, բաղբեր ցմայ այթալու տղեկը, բան ասի տղեկ չի նստելու ինքը, կազատվի։ Ու վերջում պարզվավ ես, որ դատարանում արդեն տնային կալանք գնում գալիս էի, տեսա, որ ինքը ազատության մեջ, այսինքն ոնց որ տնային կալանքը տոլի չեմ անում, մինչև հիմա ինքը Բերդում է, չգիտեմ ինչ բան ասում Բերդում, այդ հոգեբուժարանում է, թե ինչա, որ ինքը անմեղսունակ չէ, դա միանշանակ եմ ասում։ Հետո այնտեղ իրան Գյումրի են տարել, հետո հետ են բերել, գումարը չեն տվել, մարոժնի են տվել, թղթերի մեջ սա գրած է։ Կոպիտ ասած կներեք արտահայտությանս համար թքել են մարոժնու վրա, ասենց ստորացել են դրան, այսպես վիճակ է, որ ասում են անմեղսունակ է, ես դրան չեմ հավատում, որ անմեղսունակ։ Այ հոգեկան խանգարվածը այն մյուսն էր, որը որ բերեցին մենք կամեր, ժամեր չտևեց տարան։ Այն երեխա, որ սպանել էր։ Գեղարքունիքի մարզի մասին է խոսքը։ Իրան բերել են մեր կամեր, բայց ինքը ժամերի ընթացքում գնացել է, իրան տեղափոխել են։ Հոգեկան խանգարվածը ոնց որ ինքն էր, որտեղ որ խոսում էր, մտել էր, ոչ լավ վիճակ չէր իր մոտ, բայց այս մարդուն չեմ, այսինքն օրենքը չի գործում հիմա Հայաստանում։ Մարդը սպանը 4 հոգու սպանողին անմեղսունակ են ճանաչում, 2 գրամ
պլանի համար մարդուն բռնում բերում են, 6 տարի դատում են, 25 կիլո կրիստալով մարդուն բերում են, 2 ժամի տնային կալանք են տալի, սրա ճիշտը որն է։ Բա այն մնացած տղեկ ինչ են անում։ Տանել եք հավայի տեղը մեկից սխալ ցուսմունքի հիման վրա, հասարակությանը տանում եք բանդարկում եք ինչի համար։